Աղջիկը, որը հասարակության կարծիքին զոհ գնալով ամուսնացավ, հետո ինչպես կարողացավ ցատկել հասարակական կարծիքի վրայով եւ ամուսնալուծության որոշում կայացնել։ Խաղում եմ ամեն տեղ, ես երջանիկ կին եմ, բայց իմ ցավի մեջ ես մենակ եմ։ Երազանքներով ամուսնանալը նույնիսկ չեղավ իմ մոտ, որովհետև ես արդեն հասկացել եմ, որ ես սխալ որոշում եմ կայացնում։ Իմ ու իր մեջ խնդիր ընդհանրապես չի եղել։ Եթե մայր օրինակ խառնվում է մեր երկուսի մեջ, այդ շատ մեծ սխալ է անում։ Թող մայր ու տղա իրար հետ լինեն։ Ես չգիտեի, որ իմ ծնողները առաջին հերթին իմ ընկերներն են։ Եթե իմանայի, որ տենց էր լինելու, ես չէի ամուսնանա։ Ինքան կոմպլեքսներ ունեի, ես մտածում էի, որ ինձ թողնելու են էլի, որովհետև ստացվել անենց, որ ինձ թողել են։ Հենց այս պահին ես շատ սիրուն հարաբերությունների մեջ եմ։ Այս հարաբերությունների մեջ լիարժեք երջանիկ ես։ Վերջապես չեմ վախենում բարձրաձայնել, որ ես հիմա լիարժեք երջանիկ եմ զգում։ Դրամատիկական թատրոնը մի ֆենոմեն ունի, նույնիսկ ամենասուր հարցերին շատ նուրբ մոտենալու։ Բեմում մերկապար ներկայացնել, բայց չանցնել սահմանը վուլգարի, շատ նուրբ մոտեցում է, հա, ենթադրում, բայց խոսում էինք հասարակական կարծիքի պատճառով ամուսնացած աղջկա մասին, որը չվախեցավ բեմում մերկապար ներկայացնել։ Այս երկու աղջիկները շատ լուրջ բախում ունեն իրականում։ Ներկայացումը ընդհանրապես ստրիպտիզի մասին չէ։ Մենք խոսում ենք երեխայի մասին, որը ժամանակից շուտ էր մեծանում, դրա հետ բախում ուներ 9-ամյա, 10-ամյա Էման։ Այդ ժամանակ չի հասկանում ինչ բան է մարելը, բայց ես մարում էի գյուղում։ Մի տարի ես ցույց չեմ տվել ոչ մի բան։ Մամաս իմ համար էր ապրում, ես մամայիս առավոտից իրիկուն ուրախացնում էին մենակ իրան ու ոչ միայն իրան, բայց իրականում այն ինչ կատարվում էր մամայիս մոտ առանձին, իմ մոտ առանձին, այդ ոչ ոք չգիտեր։ Ասում էր Էմա չլացես, թե չէ ես էլ կլացեմ։ Ու ինքը գիտեր, որ իր լացելը իմ համար շատ ավելի ցավոտ է լինելու։ Ծնողի կորուստը, այն էլ երկուսի կորուստը, այդ չես կարա հաղթարես։ Մամայից հետո չանցած մի ամիս պապաս հիվանդացավ, ես հասկացա, որ իմ սերը սխալ եմ բաշխել։ Չէի գիտակցում, որ պապաս էլ իմ կարիքն ունի։ Անիմաստ էր այդ թեմաների համար նեղանալ պապայից։ Ինչից էիր նեղանում։ Երբ որ պապաս իմացավ, որ մամաս հիվանդ է, այդ ժամանակ որպեսզի իր ցավը չտեսնենք, ինքը խմում էր ու ուրախ տրամադրություն էր ստեղծում։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկան։